Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում շարունակում ենք հարցազրույցների շարքը պետական եկամուտների կոմիտեի հետ, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է պետական եկամուտների կոմիտեի վարչարարության, մեթոդաբանության եւ ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, առաջարկում եմ միասին քննարկենք վերջին մեկ ամսվա ընթացքում փոփոխությունները օրենսդրական հարկային դաշտում, այսինքն հայտարարագրերի մասով, որ հայտարարագրերը արդեն որոշ չափ ինքնաշխատ ձևով են լրացվելու պետական եկամուտների կոմիտեի բազայում տեղ գտած տվյալների հիման վրա։ Ուզում եմ խոսենք ինչ օրենսդրական փոփոխություններ են նախ եղել եւ սրանք ինչպես են անդրադարձել հայտարարագրման գործընթացի վրա։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, ճիշտ եք, վերջերս կատարվել են փոփոխություններ օրենսդրական, որոնք անմիջականորեն վերաբերում են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին։ Մասնավորապես նպատակը համակարգի պարզեցումն է եւ ինչ փոփոխություններ ունենք։ Հարկային մարմինը իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա նախալրացնում է մեր քաղաքացիների հայտարարագրերը եւ հայտարարատուն կարող է մինչեւ վերջնաժամկետը մուտք գործել եւ փոփոխել այդ նախալրացրած տարբերակը։ Այսինքն այն տեղեկատվությունը, որ հարկային մարմինը չունի, իր տեղեկատվական բազայում առկա չէ, հայտարարատուն ինքն է լրացնելու։ Եվ վերջնաժամկետին ներկայացնում է, հաստատում է եւ ներկայացնում է հարկային մարմին։ Սակայն եթե տարվա ընթացքում ստացել է միայն այնպիսի եկամուտներ, որոնց մասով տվյալները հարկային մարմինը ունի, իր բազայում դրանք առկա են, եթե մինչև վերջնաժամկետը որևէ փոփոխություն չկատարի, վերջնաժամկետին նախալրացրած հայտարարագիրը համարվում է ներկայացրած, առանց որևէ այլ գործողություններ կատարելու, այսինքն լրացուցիչ որևէ ստորագրություն չի դրվում դրանց վրա եւ վերջնաժամկետին այդ նախալրացրած հայտարարագրերը համարվում են ներկայացված։ Թերևս մի փոփոխությունը սա է, որը կարծես թե գործընթացը ամբողջությամբ ավտոմատացնում է այն տեսանկյունից, որ այն բոլոր տվյալները, որոնք արդեն իսկ առկա են եւ նախալրացվում են հայտարարագրերում, դրանց մասով մեր քաղաքացին լրացուցիչ որևէ այլ գործողություն չի կատարելու։ Մյուս փոփոխությունը ըստ էության կապված է սրա հետ, որն է այդ մյուս փոփոխությունը։ Քանի որ հայտարարագրը չներկայացնելու համար սահմանված էր վարչական պատասխանատվություն, եթե հիշում եք, առաջին անգամ նախազգուշացումներ կիրառվում, որից հետո համապատասխան ժամկետում եթե չներկայացվեր, արդեն տուգանք, օրինակ աշխատողների համար 5000 դրամ։ Սակայն քանի որ փոփոխվեց, այսինքն վերջնաժամկետ համակարգի գործողության մասով փոփոխություն իրականացվեց, վերջնաժամկետում դրանք նախալրացված հայտարարագրերը համարվում են ներկայացված, ըստ էության վարչական պատասխանատվության կիրառման առումով իր իմաստը կորցնում էր։ Հետևաբար փոփոխությամբ այդ պատասխանատվությունը հանվեց։ Ուստի այլևս հայտարարագիր չներկայացնելու համար վարչական պատասխանատվություն չկա։ Դա ուժը կորցրած է ճանաչվել։ Իսկ եթե ֆիզիկական անձը այսինքն պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձի փոխարեն, կարելի է այսպես ձևակերպել, լրացրել է հայտարարագիրը, հայտարարագրում փոփոխություններ չկան, բայց քաղաքացին ունի սոցիալական ծախսի հետ վճարի խնդիր։ Այս դեպքում ինչ քայլեր պիտի անի ֆիզիկական անձը։ Այս փոփոխություններով սոցիալական ծախսի մասով սահմանվել է առանձնահատկություն։ Եթե մեր քաղաքացին կատարել է սոցիալական ծախս, որի գծով պետք է ստանա փոխհատուցում, պետք է պարտադիր մուտքգործի համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվի հայտարարագիրը ու ներկայացնի հարկային մարմին։ Եթե այս գործողությունները չի կատարում, չի կարող օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Եթե ընտանիքի անդամները փոխանցումներ են կատարում եւ այլն, այս մասն էլ ուզում եմ պարզաբանենք, որովհետեւ շատ խոսվեց հարկվող, չհարկվող եկամուտներից կամ վճարումներ կատարելու տարբեր ինչ որ ասենց կարելի ասել շիլաշփոթ ստեղծվեց, մարդիկ չէին կարողանում հասկանալ ինչը ոնց պիտի արվի։ Եթե ընտանիքի անդամները օրինակ ծնողը երեխային փող է փոխանցում կամ քույրը եղբորը, այսինքն ընտանիքի անդամ են համարվում, իրենց մասով ինչ փոփոխություններ է եղել։
Այո, երևի թե լսել եք, որ այդ մասով փոփոխություններ կան, բայց սկսեմ սկզբից, խառնաշփոթից։ Հայտարարագրի մեջ ի սկզբանե պետք է ֆիքսենք, որ լրացվում են բացառապես եկամուտները տվյալ տարում ստացած, հարկվող եւ չհարկվող։ Եվ որևէ այլ դրամական շարժի վերաբերյալ տեղեկատվություն եւ այլն չի լրացվում, եթե դրանք եկամուտ չկա դրա տակը, լրացումը ենթակա չի։ Հիմա անդրադառնանք ընտանիքի անդամներին։ Բոլոր այն դեպքերում, երբ որ չհարկվող եկամուտ վճարվում է ընտանիքի անդամին, այս նոր փոփոխություններով հարկային օրենսգրքում ամրագրվեց, որ այդ չհարկվող եկամուտը ընտանիքի անդամը իր հայտարարագրի մեջ չի լրացնելու այլևս, անկախ դրա չափից։ Օրինակ, պարզ օրինակ նվիրատվությունը։ Ենթադրենք ծնողը երեխային նվիրատվություն է կատարել։ Երեխայի հայտարարագրի մեջ դա չի լրացվելու։ Ես նկատում եմ չափահաս։ Ու ընտանիքի անդամների ցանկը եւս սահմանվեց այս դրույթի կիրառման առումով, որպեսզի հստակ լինի ում միջև փոխանցումների մասին է խոսքը կամ չհարկվող եկամուտների վճարմանն է վերաբերում։ Ծնողներն են, զավակները, քույր, եղբայր, տատ, պապ, թոռ եւ ամուսին։ Վերջին օրենսդրական փոփոխություններով ամրագրվեց վարկերի հայտարարագրումը։ Վարկը մարդը երբ որ ստանում է, ինքը հայտարարագրելու է, թե դրանք բանկերն են տվյալներ փոխանցելու Պեկին։ Վերջի օրենսդրական փոփոխություններով սահմանվեց կառավարությանը լիազորող նորմ։ Կառավարության համապատասխան որոշմամբ կսահմանվեն կոնկրետ եկամտի տեսակներ կամ շեմեր, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի։ Եվ այս օրենսդրական փոփոխությունների քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին, որ դրանցից մեկը լինելու է վարկը, այսինքն ֆիզիկական անձի ստացած վարկը, ինչպես նաև ստացված փոխառության գումարները սահմանվելու են որպես հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտներ։ Ընդ որում երկամսյա ժամկետ է սահմանված ենթաօրենսդրական այս ակտերի ընդունման համար, հետևաբար, երբ կառավարության որոշումը կլինի, նաև մենք կտեսնենք գուցե այլ եկամուտներ եւս, բայց վարկերի մասով հստակ ներկայացվել է, որ դրանք եւս լինելու են հայտարարագրման ոչ ենթակա կառավարության որոշման շրջանակներում։ Տեսեք, օրինակ, եթե քաղաքացին կամ ֆիզիկական անձը, ռեզիդենտը Հայաստանի Հանրապետության լրացրել է իր հայտարարագիրը կամ ինքնաշխատ ձևով է լրացվել հայտարարագիրը, բայց կան թերություններ, այսինքն բացթողումներ, որոնք կապված են օրինակ ֆինանսական կազմակերպությունների հետ։ Արդյոք այս վերջին փոփոխություններով պետական եկամուտների կոմիտեն ունի հնարավորություն հարցման միջոցով ստանալ ֆինանսական կազմակերպությունից կամ կազմակերպություններից տեղեկություններ։ Այո, տեսեք, ֆինանսական կազմակերպություններից տեղեկատվության ստացման հետ կապված ինչ փոփոխություններ կատարվեցին, սահմանվեց, որ քաղաքացին, ֆիզիկական անձը կարող է համաձայնություն ներկայացնել ֆինանսական կազմակերպությանը, բանկին, եւ համաձայնության առկայության դեպքում ֆինանսական կազմակերպությունները իրեն վերաբերող եկամուտների մասով տեղեկատվությունը կփոխանցի հարկային մարմնին։ Ընդ որում նախատեսվում է, որ այս ինֆորմացիայի փոխանցման կարգը կսահմանվի համատեղ հրամանով կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի, ինչպես նաեւ համաձայնության տրամադրման կարգի մասով էլ այդ հրամանում կսահմանվեն համապատասխան կարգավորումներ, որից հետո միայն քաղաքացու համաձայնության դեպքում բանկերը իրենց վերաբերող եկամուտների մասով տեղեկատվությունը կփոխանցեն հարկային մարմնին, որն էլ հիմք կհանդիսանա հայտարարագիրը նախալրացնելու համար։ Իսկ եթե քաղաքացին իր հայտարարագրում օրինակ չի լրացրել չհարկվող եկամուտը կամ եկամուտի որևէ տող, այս դեպքում ինչ խնդրի առաջ կարող է կանգնել քաղաքացին։ Տեսեք, հայտարարագրի մեջ որևէ չհարկվող եկամուտ գուցե այդ պահին մոռացել չի լրացրել մեր քաղաքացին եւ հետո է հիշում եւ անհրաժեշտություն կա լրացնել այդ եկամուտը եւս կարողանում է վերջնաժամկետից հետո ճշտել, այսինքն ներկայացնել ճշտված հաշվարկ հայտարարագիրը եւ այն չհարկվող եկամուտները, որ մոռացել էր լրացնել, կարող է այդ ճշտված հայտարարագրի շրջանակներում լրացնել ու նորից ներկայացնել հարկային մարմին։ Այսինքն սրա հետ կապված լրացուցիչ այլ պատասխանատվություն չկա, ստացվում է, որ վերջնաժամկետից հետո կարողանալու է ճշտել իր հայտարարագիրը։
Ես մի պահ ուզում եմ նորից անդրադառնանք սոցիալական ծախսի հետ վճարին, ուզում եմ բացատրենք ավելի մանրամասն քաղաքացիները ինչպես պիտի անեն, որ իրենց սոցիալական ծախսի հետ վճարը ստանան, ինչ քայլերի հերթականություն կա։ Նախ, երբ ծառայությունը ստանում են, որի գծով ծախսը համարվում է սոցիալական ծախս։ Օրինակ, կրթության գծով ուսման վճարները սոցիալական ծախս են։ Ուսումնական հաստատությունից ստացան ծառայություն, առաջի քայլը պետք է դիմեն ուսումնական հաստատությանը, որպեսզի հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվի իրենց անունով։ Ուսումնական հաստատությունը հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում սոցիալական ծախս տեսակը, որտեղ նշվում է հայտարարատուի տվյալները, այդ թվում ՀՑՀ-ն դա պարտադիր է, որից հետո այդ ծախսի մասով ինֆորմացիան ինքնաշխատ արտացոլվելու է մեր քաղաքացու հայտարարագրի մեջ։ Նա մուտք է գործելու համակարգ, տեսնելու է տվյալը սոցիալական ծախսի վերաբերյալ, որից հետո եթե տվյալ տարում ունեցել է եկամտային հարկ, եկամտային հարկի հաշվին կարողանում է փոխհատուցում ստանալ։ Հիմա գործընթացը ինչպես է կազմակերպվում, այսինքն մեր բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ օգտվել են։ Հայտարարագիրը ներկայացնելուց հետո դիմում են ներկայացրել, որպեսզի այս սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները փոխանցվի իրենց հաշվեհամարին։ Այսինքն դիմումը ներկայացնելուց հետո համապատասխան օրերի ընթացքում այդ փոխհատուցումները նրանք ստացել են ու շարունակում են ստանալ։ Մի փոքր էլ խոսենք խմբագրման ժամկետներից, քաղաքացին ինչ ժամկետներում է պարտավոր խմբագրել եւ վերջականացնել իր հայտարարագիրը ու դա հանձնել ՊԵԿ-ին։ Տեսեք, վերջնաժամկետից հետո, երբ սխալը ինքը կամ ոչ թե սխալը, այլ հասկացավ, որ բաց թողում ուներ եւ մի քանի եկամուտներ օրինակ չհարկվող եկամուտներ կան, որ պետք է լրացներ, ցանկացած ժամանակ կարող է մուտք գործել եւ իր ճշգրտումները կատարել։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք պաշտոնականից դուրսը, մենք աշխատում էինք պետական եկամուտների կոմիտեի հետ, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության, մեթոդաբանության եւ ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանը։ Կհանդիպենք։